Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկման ընթացքում խոսելու ենք երեխաների մասնակցության իրավունքի մասին։ Այս հարցերի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել Մարդու իրավունքների գլոբալ կամպուս Կովկասի երեխաների ծրագրերի համակարգող Մարիամ Մուրադյանին։ Բարև ձեզ հարգելի Մարիամ։ Բարև ձեզ։ Եվ անկախ փորձագետ Սոս մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամքի ազգային խորհրդատու Անահիտ Խաչատրյանին։ Բարև ձեզ հարգելի Անահիտ։ Բարև ձեզ։ Հարգելի հյուրեր, Երեխաների իրավունքների կոնվենցիայով եւ ներպետական օրենսդրությամբ ամրագրված է երեխաների մասնակցության իրավունքը։ Իհարկե, մեր լսարանի մի մասը տիրապետում է, թե ինչ է մասնակցության իրավունքը, բայց կարծում եմ ավելի շատ կարիք կա անդրադառնալու, թե ինչ է իրենից ներկայացնում երեխաների մասնակցության իրավունքը եւ արդյոք հնարավոր չէ առանց այս իրավունքի ճանաչման, իրացման եւ պաշտպանության։ Խնդրեմ։ Մասնակցության իրավունքը հիմնարար սկզբունքներից է, սկսենք դրանից ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվենցիայի եւ հիմքն է երեխաների իրավունքների իրացման գործընթացում։ Մասնակցության իրավունքը դա մենք պիտի չդիտարկենք ու առհասարակ երբ որ սկսվեց խոսել աշխարհում իրավունքի մասին, ի սկզբանե չէր դիտարկվում դա որևիցե երևույթի վերաբերյալ միայն կարծիք արտահայտել։ Կոնվենցիայում նշված է յուրաքանչյուր երեխայի իր տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան կարծիք արտահայտելու հնարավորություն է տրվում եւ հաշվի է առնվում։ Բայց դրա համար նախապայմաններ կան, դրա կարծիքը արտահայտելու համար համապատասխան պայմանը պետք է ստեղծել, միջավայրը եւ այդ կարծիքը նաեւ ազդեցությունը պիտի դրա չափել։ Հետագայում արդեն տարիներ հետո սկսվեց չափել, թե լավ մասնակցության իրավունքը իրացնելուց հետո որքանով է դա ազդեցություն ունեցել ընդհանուր քաղաքականությունների, երեխայի իրավունքների պաշտպանության, համակարգի բարելավման համար ու այդ ամբողջ համակարգի երեխայի իրավունքներին վերաբերող հարցերի, խնդիրների մասին լավագույնս հենց տեղեկացված են իրենք կրողները, երեխաները։ Ու այս իրավունքը միջոց է իրենց կողմից լսելի լինելու մոտեցմամբ նաև ունենալ ազդեցություն, ունենալ դրական փոփոխություն հասարակություններում։ Եթե ոչ այլ ովքեր բացի խոցելի խմբերից միշտեր խոցելի խմբերը կարծես թե առաջնագծում են գտնվում եւ իրենց իրավունքները ամենալավ ճանաչողներն են եւ նաեւ պաշտպանության եղանակները ամրագրման կարծես թե հենց խոցելի խմբերի ներկայացուցիչներն են, չէ՞, տեսնում հաշմանդամություն ունեցող անձիկ իրենց իրավունքների պաշտպանության առաջնագծում էլ ձևով են իրավունքների իրացնող սուբյեկտներ որպես նույնը երեխաների հետ կապված, նույնը կանանց հետ կապված լրիվ համամիտ եմ ձեզ հետ, դու կարծես թե հարգելի լրացում ունեիք։ Ես մի փոքր կհապաղ էի ասել, նախ շնորհակալություն հրավերի համար, ինձ թվում է երեխաների մասնակցության իրավունքը բավականին ուշ եւ բավականին քիչ արձագանք ունի տարբերություն մյուս իրավունքների, որոնք ամրագրված են երեխաների իրավունքների կոնվենցիայի մեջ, թեպետ Հայաստանը արդեն 35 տարուց ավել կոնվենցիայի անդամ է։ Ինչ է ուզում նշել, Անահիտը սկսեց շատ կարևոր բանից, որ երեխաների իրավունքների կոնվենցիայում հոդված 12-ը դիտարկվում է ոչ միայն իրավունք, այլ որպես սկզբունք։ Սկզբունք է մյուս 6 սկզբունքների հետ համատեղ, եթե մենք ունենք ոչ խտրական մոտեցման սկզբունքը կամ երեխայի լավագույն շահի սկզբունքը, երեխաների մասնակցության իրավունքը եւս սկզբունք է, ինչը նշանակում է, որ մասնակցությունը դիտարկվում է այլ իրավունքների հետ համադրված։ Երկու կետով բաղկացած այդ իրավունքը, որում առաջինում ասում է, որ տեսանկյունը պետք է հաշվի առնել իրենց տարիքի, զարգացածության համապատասխան, եւ երկրորդը, որով ասվում է բոլոր այն ոլորտներում, որոնք առնչվում են երեխաներին։ Այդ տեսանկյունից մենք փորձելու ենք հասկանալ այսօր զրույցի ընթացքում կա ինչ-որ ոլորտ, որ երեխային առնչվում է ու երեխայի մասնակցության կարիքը չկա։ Դա շատ կարևոր հանգամանք է քննարկման ընթացքում հաշվի առնելու եւ տարբեր մոդելներից կխոսենք, ինչպես էվոլյուցիոն զարգացել է, բայց երեխաների իրավունքների մասին խոսելիս ես ասում եմ, որ կոնվենցիան ոչ թե խոցելի խմբերի մասին է, այլ հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների, որովհետեւ այդ հատուկ պաշտպանության դրական միտումը
մասնակցության իրավունքի տեսանկյունից գալիս եւ ծածկում է բոլոր ընտրական միտումները, որ կարող է լինել մասնակցության ու այդ պարագայում մեծերի կամ ծնողների ներգրավվածությունը երեխայի մասնակցության իրավունքը իրացնելու հարցում միշտ խոչընդոտող հանգամանք է հանդիսանում, ինչը շատ կարևոր եւ հենքային է քննարկումը սկսելուց առաջ։ Շատ շնորհակալ եմ ձեր պոզիտիվ մոտեցման համար, ուղղակի այսօր օրենսդրության մեջ խոցելի խմբեր եզրույթը օգտագործում է եւ մենք ստիպված նաեւ վկայակոչում ենք, բայց ձեր պոզիտիվ մոտեցումը ինձ ավելի ոգեշնչում եւ ըստ էության ամբողջ արևմտյան ռազմավարական մոտեցումը գալիս է նրան, որ հատուկ պաշտպանության կարիքը պետք է առաջնային լինի եւ այս եզրույթաբանության օգտագործումը ավելի հոգեհարազատ է իհարկե, այնուամենայնիվ ձեր կողմից ներկայացվեց երեխաների մասնակցության իրավունքը։ Սկսենք նրանից, որ բացի հայկական մոդելից ընկալման երեխաների մասնակցության իրավունքի նույն էվոլյուցիոն շրջանն է անցել նաև այն երկրներում, որտեղ կիրառվել է կոնվենցիան, թեև այո մատնանշվեց, որ երկար տարիներ արդեն Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է, բայց նույն ճանապարհը անցել է նաև նույնիսկ արևմուտքը, որտեղ որ կարող է քննադատվել է կամ գիտական մակարդակով անգամ քննարկման առարկա է եղել, արդյոք երեխաների մասնակցությունը պետք է չսահմանափակվի ոլորտային իմաստով, առավել եւս երբ խոսք է գնում քաղաքական գործընթացների նրանց մասնակցության իրավունքին, նրանց մասնակցության ձևաչափին, ֆորմատին եւ այլն։ Չափին, ինչու՞ չէ, այ կարող ենք անգամ մոտեցում է հնչեցվել, որ նրանք պետք է վաստակեն այդ իրավունքը։ Կարծում եմ, որ թե արևմուտքում, թե մեզանում այս մոտեցումը էապես փոխվել է, զարգացվել է, բայց կարող ենք ասել, չնայած նրան, որ կոնվենցիան ավելի քան 30 տարի վավերացված է Հայաստանի Հանրապետության կողմից, կա օրենք երեխաների իրավունքների, կարող ենք ասել այն իրավական բազան եւ իրավակիրառ պրակտիկան դրական է զարգացել, բայց արդյոք կարող ենք ասել, որ հանրության մակարդակով այս մոտեցումը էապես փոխվել է, թե այնուամենայնիվ մենք երեխաների իսկապես այսպես վաստակելու արդյունքներ ենք սպասում։ Երեխաների մասնակցության իրավունքը սկսել է, գիտեք, մոտավորապես 1960-ական թվականներից նույնիսկ, երբ որ սկսել են դիտարկել մանկության տեսությունը, ինձ թվում է Հայաստանը դեռևս մնում է մանկության այդ անթրոպոլոգիական հետազոտության մեջ։ Ես ինքս որպես մասնագետ, երբ որ նույնիսկ մասնագիտական հանրույթը ինչ որ վերապատրաստումներ կամ դասընթացներ կամ դասախոսություններ եմ անցկացնում, ցանկացած ծնող կամ ցանկացած երեխայի հետ երբևէ առնչված անձ մասնագիտական քննարկման մեջ ներգրավում է ընկալումները երեխաների նկատմամբ, որը հատկապես թեժ է մասնակցության կամ իրենց տեսակետի հաշվի առնելու ու միշտ շատ ճիշտ է արևմուտք բառը կիրառվում է դրա մեջ, որովհետև մեզ համար խորթ է երեխայի մասնակցությունը ինչ-ինչ ոլորտներում մտածելով, որ դա մեծերի մենաշնորհն է։ Այսինքն ներողությունը թատելու համար կարող ենք ֆիքսել, որ այդ մոտեցումը դեռևս կա եւ փոխելու անհրաժեշտություն կա։ Դա համաշխարհային մոտեցում է։ Մինչ օրս դիտարկվում է, որ երեխաների մասնակցությունը դա պարգև է, որը տրվում է մեծերից, ու մեծերը, նկատեմ չափահասները 18 տարեկան եւ բարձր մարդիկ, իրավունք ունեն երեխաներին զրկելու այդ իրավունքից կամ նվիրելու այդ իրավունքը։ Ինչը որ ընդհանրապես հակասում է միջազգային մարդիրավունքների տեսությանը։ Մասնակցության իրավունքը Հայաստանում բավականին լուրջ եւ բավականին խորը ուսումնասիրվում է, օրինակ ցանկացած իրավական հարաբերություններում, ամուսնալուծությունների դեպքերում, եթե նույնիսկ հիմա տնտղենք մենք երեխաների իրավունքներին վերաբերող ցանկացած օրենք 96 թվականի օրենքը կամ փոփոխությունները, որոնք ներկայացված են, մասնակցություն բառը դիտարկվում է կամ տաբուներում, երեխաների իրավունք չունեն մասնակցելու կրոնական խմբերին կամ երեխաների իրավունք չունեն մասնակցելու հարցաքննության առանց ծնողների, առանց մեծերի եւ այլն։ Սովորաբար դրանք սահմանափակող ոչ պոզիտիվ միտում ունեցող օրենքներն են եւ մասնակցության իրավունքը նույն քաղաքական գործընթացներին օրինակ դեռևս մնում է վիճելի նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Եթե մենք վերցնենք քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների մասին կոնվենցիան, երեխաների մասնակցության մասին այնտեղ ոչինչ չկա ասված։ Բայց եթե մենք նորից վերադառնանք այն տեսությանը, մանկության եւ adulthood-ի, մեծահասակ ժամանակվա տեսությանը, մենք փորձում ենք ստեղծել հասարակություն, հիմնականում բոլոր պետությունները ձգտում են ժողովրդավարությանը, որտեղ կա
բազմակուսակցականություն, որտեղ կա քաղաքական համակարգի ընկալում, քաղաքական գործչի կամ մասնագիտական կողմնորոշման ընկալումներ եւ երեխան ով դառնում է 18 տարեկան ու բացարձակապես զրկված է որևէ քաղաքական հայացք ունենալուց։ Մենք ցավոք սրտի չենք ապրում Գերմանիայում, որտեղ ընտանիքները գիտեն իծն է սոցիալ-դեմոկրատ է, ընտանիքը լիբերալ է, թե ինչ։ Մենք զրկում ենք երեխային քաղաքացի դառնալուց։ 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի, հատկապես մենք այդ նախընտրական փուլում ենք, չունի քաղաքական կողմնորոշում, որովհետև մենք իրենց ամբողջությամբ զրկում ենք որևէ ձևով ուսումնասիրելու, ներգրավելու, նույնիսկ այն ներգրավության գաղափարախոսությունն ենք առաջ տանում եւ տոկենիզմի նույնպես։ Այո։ Ձևական մասնակցությանը նույնպես։ Հարցը ոչ թե մասնակցության տարբեր աստիճանների մասին մենք խոսենք, ես համոզված եմ, բայց նույն երեխաների մասնակցությունը ինչքանով պետք է լինի քաղաքական process-ներում դեռևս վիճելի է եւ գիտական հանրույթում եւ միջազգային իրավունքի հանրույթում։ Ես այդ համաձայն եմ, բայց հենց այս պահին հիշեցի Գրետա Թյունբերգին, ով նույն կլիմայի փոփոխության հետ կապված ամբողջ այդ կոնցեպտը փոխեց մարդկության, այստեղ պետք չի նույնիսկ տարանջատել արևմուտք, ներպետական հարթություններ, որովհետեւ կարծես թե այն ալիքը, որ նա բարձրացրեց եւ բերեց նրան, որ դրան համապատասխան երեխաների մասնակցության հետ կապված տարբեր պետություններում եւ հարթակների ստեղծման եւ խորհուրդների գործունեության իմաստով բարձրացվեց մտահոգությունները եւ այսօր նաեւ Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ, նույն շրջակա միջավայրի նախարարությանը կից խորհուրդների ստեղծման այսպես հարթակներում խոսվում է, բարձրացվում է նույն կլիմայի հետ կապված եւ ավելին ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից այսօր բավականին խաղեր են մշակվում, որոնք որ ուղղված են կլիմայի ազդեցության, երեխաների իրավունքների պաշտպանությանը կլիմայի ազդեցությունից, այսինքն իրոք մի աղջնակ, որը որ փոխեց ամբողջ աշխարհի կոնցեպտը եւ վստահություն ու հավատ նշնչեց, որ կարող են երեխաները անգամ այդ տարիքում այսպես իրենց բարձրաձայնել, ոչ միայն բարձրաձայնել, այլ մարտահրավերները եւ խնդիրները հասցնել հաստիատիրոջը։ Այսպեսի մի հարց դուք նշեցիք մոդելների մասին, կարծես թե 90-ականների սկզբին ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված մոդելներ կային երեխաների մասնակցության, դուք ինձ կուղեք, եթե սխալվում եմ, մեկը մասնակցության սանդուղք աստիճան այս մոդելներ, մյուսը վերաբերվում էր մասնակցության մոդել եւ երրորդը եռակի այդ մոտեցման մոդելներ։ Խնդրում եմ ասեք, այսօր երեխաների մասնակցության ինչ մոդելներ են գործում եւ աշխարհում եւ այդ մոդելներից որն է մեզ հարազատ կամ որն է ընդունելի մեր այսպես ռազմավարական մակարդակով փոփոխությունների որդեգրման այդ ամբողջ գործընթացներում։ Սկսեմ Հայաստանից, դժվար է իրականում գնահատել, որովհետև եթե մենք ասում ենք Մայրամը իր խոսքի մեջ նշեց, որի հետ լիովին համաձայն եմ, մասնակցում մենք նաև մասնակցության գնահատումը եւ որակի գնահատումը պիտի ունենանք ժամանակ առ ժամանակ, ինչը որ ըստ էության ես երբևէ չեմ հանդիպել, դեռևս այս վերջի տարիներին ինչքանով էլ որ ակտիվացել է Հայաստանում երեխաների մասնակցության իրավունքին ուղղված տարբեր միջոցառումների, խորհուրդների գործարկումը, միևնույն է դա ոչ մի կերպ չի գնահատվել։ Եվ մենք կարող ենք դրա գնահատումը դիտարկումները որոշակիորեն անել, փորձ արվում է մասնակցության մոդելին գնալու, բայց շատ հաճախ ակնհայտ տեսնում ենք, որ կա այստեղ սանդուղքի ձևաչափը, որտեղ նախաձեռնողականությունը մեծահասակինն է, այն ձևաչափով, որ նախաձեռնողականությունը մեծահասակինն է, բայց այդ ամենը ներկայացնում է երեխան։ Ոստեղ հարց է առաջանում, թե այսինքն ուղղորդված մասնակցության մասին մենք առնչություն ունենք եւ ոչ թե մասնակցության որակ կամ իմաստավորված մասնակցության հետ միգուցե։ Երբեմն տարբեր մակարդակներով, տարբեր գերատեսչությունների մակարդակներով մենք տեսնում ենք, որ գերատեսչությունը իր կողմից որոշակի լսելիություն, հարցի խնդրի վերաբերյալ լսելիություն ապահովելու նպատակով միջանկյալ օղակ է դարձնում, կներեք արտահայտության համար, դարձնել բառը, բոլոր երեխաներից եմ իրականում ներողություն խնդրում դրա համար, նաև երեխաների մասնակցությունը։ Ու դա դառնում է պոպուլիզմի իրավունքի ցուցադրման մի օղակ երեխան, բայց իրականում մասնակցության իրավունքը դա չի ենթադրում եւ
ես նույն եվրոպական տարբեր մոդելների երկրների երբ որ ուսումնասիրում եմ, դիտարկում եմ, նկատում եմ, որ այնտեղ ավելի շատ գնում են եռակի դիտարկյան մոտեցմամբ։ Այո, շատ լավ։ Քանի տարբերություն մեզ, մենք կարծում եմ այդ առումով շատ անելիքներ ունենք, քանի որ սկսած նրանից, երբ որ մենք խոսում ենք մասնակցության իրավունքի ապահովող մարդիկ մասնագետները, այդ իրավունքի մասին գիտելիք ունենալու, դրա մասին վերապատրաստված լինելու, դրա իրացման ձևաչափերի իմանալու լուրջ պակաս ունեն, որտեղ ըստ էության դա որևիցե եւ պետական եւ հասարակական ծառայողի դա ոչ միտեղ ըստ էության դրա մասին չի ուսուցանվում ու երբեմն միջազգային կառույցների կողմից որպես պահանջ, որպես առաջարկ ներկայացվում է մասնակցության իրավունքին ուղղված գործողություններ անելու անհրաժեշտությունը եւ դա սկսում է կրել ֆորմալ բնույթ։ Մասնակցության մոդելների մասին, որ խոսեցինք, լրացնելով գոլեգայից, ամբողջությամբ համաձայն լինելով, որ մենք դեռևս փորձում ենք փոխվել թոքենիզմից, բայց ի պաշտպանության թոքենիզմի միշտ սկսվում է ամեն ինչը թոքենիզմի հենց հարթի սանդուղքը, այդ աշճանական ինքը սկսվում է ձևական մասնակցությունից, թոքենիզմից եւ հասնում է մինչեւ մասնակցային ծրագրերի վարելու, ծրագրեր լիդանելու, ինչպես նաեւ որոշումներ կայացնելու քաղաքականության մեջ ներգրավելու։ Ձեր թվարկած մեթոդները կամ մոդելները իրենք էվոլյուցիոն են ու հիմա հանգում են այն մոդելին, որը կիրառում ենք մենք Երևանի պետական համալսարանում երեխաների իրավունքների առաջնորդության թիմի հետ աշխատելիս։ Մոդելը առավել հայտնի է իռլանդական կամ Լունդիի մոդել անունով, որտեղ Անահիտը նշեց այդ մասին, իր խոսքի սկզբում, որտեղ կարևորում է երեխայի ձայնը, տրվում է տարածք, ապահով տարածք, որտեղ երեխան կարող է իրացնել իր մասնակցության իրավունքը, հնարավորություն է տրվում ունենալ լսարան եւ երեխան պետք է ունենա ազդեցություն։ Այդ 4 բաղադրիչները ցանկացած բոլորը չափելի են։ Այո, բոլորը չափելի են, բոլորը ունեն իրենց համապատասխան կրիտերիաները եւ դրանք կարելի է համադրել տարբեր կոնտեքստներում։ Մեր պարագայում մենք դա համադրում ենք ակադեմիական ազատության եւ երեխաների ներգրավվածությանը որպես առաջնորդներ, ովքեր վարում են, որոշում են, ձևավորում են մեթոդները, հետազոտության հարցերը եւ այլն։ Նույն այդ մոդելը դուք նշեցիք Թունբերգի մասին, Գրետան կիրառում էր օրինակ ակտիվիզմի ոլորտում, հա։ Երեխան եւ ակտիվիզմը լրիվ այլ ոլորտ է, երեխան եւ հետազոտությունը լրիվ այլ ոլորտ է, երեխան եւ անձնական դաշտը լրիվ այլ ոլորտ է։ Երեխան եւ որոշում կայացնելը։ Որոշում կայացնելը լրիվ այլ ոլորտ է։ Քաղաքականություն ներգրավված ոլորտը, որի մասին խոսեց Անահիտը, եւս պետք է ունենա հստակ չափելի սանդղակներ, բայց դրանք, ինչպես ասացի, մոդելները իրար փոխլրացնող են եղել։ Նույն գրավոր համաձայնությունը կամ համաձայնությունը երեխայի ներգրավվածության այդ ամենակարևոր կետերից մեկն է։ Երբ որ էլի նշում եմ, որ մեծերը շատ հաճախ չարաշահում են երեխայի համաձայնությունից օգտվելու կամ չօգտվելու կամ առհասարակ երեխայի կամավոր ներգրավվածությունը եւս կարևոր սկզբունք է։ Նույն օրինակ աշակերտական խորհուրդները, որ եթե կրթության մեջ նայենք, իրենք բավականին երկար տարիների պատմություն ունեն։ Հենց սկսելը թոքենիզմից։ Մենք ունենք, երբ որ նոր էինք աշխատում Ջինիշյանի շատակի հիմնադրամի հետ, դպրոցներում հանդիպում էինք, որ կային երեխաներ, ովքեր այսպես ասված նշանակված էին ուսուցիչների կողմից, ռուսերեն բառ լյուբիմչիկներ էին դպրոցում եւ այլն, բայց դա քիչ-քիչ զարգանում է պահանջատիրական, ավելի ակտիվիզմի դաշտ։ Մենք ունենք երեխաներ, ովքեր ծրագիր էին ներկայացնում դպրոցական գույքի ձեռքբերման հետ կապված, որը այս վերջի տարիներին միտումը փոխվում է դեպի երեխայի սովորելու աշակերտակենտրոն ծրագրերի, որը էլի սկսեց այդ հարթի ամենաներքևի սանդուղքից, հիմա ներգրավում է որպես child-led project-ներ, երեխաների կողմից վարվող պրոյեկտներ, ու հույս ունեմ նաև քիչ-քիչ կդառնա քաղաքականությունում ներգրավելու, որին միտված են այդ հանրային խորհուրդները, որոնք որ ունենք։ Որակի եւ այլնի հետ կապված ես նույնպես կհապաղեմ ասել այս պահին, տարբեր քննարկումներում եմ ներգրավում,
շատ հաճախ տեսնում եմ, որ կան երեխաներ, ովքեր ժամանակին շատ ակտիվ, շատ լավ ազդեցություն են եղել, բայց իրենք չեն սերունդափոխվում, որը ամենացավալի, ամենասխալն է ներկայացնում երեխաներն են մնում, որոնք վերին շեմը անցել են տարիքային, բայց շարունակում են։ Այո, մենք ունենք երեխաների եւ դեռահասների ներգրավության կոնցեպտ, որը այդ կոնցեպտի տեսանկյունից սխալ չէ, բայց եթե մենք խոսում ենք երեխայի մասնակցության մասին, այդ տեսանկյունից տարիքային շեմը կոնվենցիան հստակ սահմանում է։ Շատ լավ, մենք պրակտիկի իմաստով կոնվենցիան սահմանում է, պրակտիկի իմաստով նվազագույն եւ առավելագույն շեմը հայտնի է, նվազագույն շեմ չունենք, երբ որ երեխան պատրաստ է, օրինակ, ես վերջերս նայում էի ԱՄՆ-ի ուսումնական ծրագրերից օժանդակ նյութերը եւ ինձ շատ ոգևորեց, որովհետեւ իմ երեխաներն են դպրոցական տարիքում, սակայն ես չեմ տեսել այդպիսի օժանդակ նյութեր, որոնք միտված կլինեն երեխաների որոշում կայացնելու այդ հատկությունների ձևավորմանը։ Ինձ շատ ոգևորեց, որ այնտեղ կար եւ ինչու՞ չեմ մեզանում, միգուցե կան հարթակներ, որոնք ես չգիտեմ, ցանկալի կլինի նշվեր, արդյոք որոշում կայացնող երեխաներ հնարավոր է այսպես ուսուցման ընթացքում այդ հատկությունները ձևավորել, թե այնուամենայնիվ դա առաջնորդական գծեր են, որոնք որ բոլոր երեխաները չեն կարող այնուամենայնիվ որոշում կայացնող լինել, կա նման մոտեցում։ Ես հոգեմանի տեսանկյունից միանշանակ կարող եմ ասել, որ ցանկացած երեխա, յուրաքանչյուր երեխա անսահման ռեսուրս ունի։ Եվ յուրաքանչյուրի մեջ որևիցե հարցի ոլորտի ուղղությամբ հաստատ մենք ազդեցության հատկանիշներ կամ ազդեցության գաղափարներ կարող ենք տալ, դրանից հետո ինքը կորոշի ընդունել, վերցնել եւ շարունակել ներառվել այդ ամեն ինչում, թե չէ։ Բայց ի սկզբանե դնել խտրական մոտեցում, ի սկզբանե տարանջատել, որ այս երեխան ինձ թվում է լիդերը, անգամ ես լսում եմ, այ ինքը այսպիսի ժեստիկուլյացիա ունի, սանգվինիկ, խոլերիկ, ինչ-որ այսպիսի բաներով երբեմն հատա պիտակա, այ ինքը կկարողանա ելույթ ունենալ։ Ես իմ պրակտիկայում հանդիպել եմ բազմաթիվ երեխաների, ովքեր ի սկզբանե օրինակ հանրային ելույթներ ունենալու փորձ չունեին, վախեր ունեին, բայց հիմա երբ որ մենք հետևում ենք, իրենք շատ լավ հանրային ելույթներ են ունենում ու շատ մեծ դինամիկա են ունեցել։ Այսինքն ի սկզբանե պիտի հավատալ, վստահ լինել, որ այս երեխան ունի ռեսուրս։ Կրթել եւ փորձառության հնարավորություն ծառայել միգուցե։ Միգուցե կլինեն դեպքեր, որ երեխան կորոշի, որ դա իրենը չի, այդ մասով չի ուզում մեծ ակտիվություն ցուցաբերել, բայց հնարավորությունը հասանելի պիտի լինի եւ իր որոշման հնարավորությունն էլ նաեւ պիտի ապահովել կամավոր մասնակցելու։ Իսկ սխալվելու դեպքերում նաև եթե կարելի է այդ կոմպոնենտն էլ ներառեք, խնդրեմ։ Երեխաների մասնակցության առումով էլի մակրո, մեզո եւ տարբեր մակարդակներ պետք է նայել։ Եթե մենք նայում ենք անձնական ոլորտում երեխայի մասնակցությանը, բնականաբար երեխան պետք է ցանկանա փոփոխություն իրականացնել եւ հնարավորություն պետք է տրվի երեխային լսել, խոսել, զրուցել, բարձել նույն ծնողի, նույն ուսուցչի եւ այլն։ Եթե մենք խոսում ենք խմբային ներգրավվածության, առաջնորդության ներգրավվածության մասին, այդ պարագայում շատ ցանկալի է, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան ինքնաառաջադրվելու եւ երկրորդը հնարավորություն ունենան ձևավորել խմբեր, որտեղ իրենք կարող են առաջադրել իրենց առաջնորդին, որը որ մեր խմբի պարագայում է։ Մենք յուրաքանչյուր տարի մենք փորձում ենք հասկանալ երեխաները գոհեն իրենց առաջնորդից, ում են ուզում ընտրել, իրենք են մոտենում, իրենք են առաջարկում, երբևիցե ընտրության առաջ չեն կանգնել, այսինքն չի եղել քվեարկություն։ Իրենք բարձ ասել են, մենք ուրախ ենք, որ այս երեխան մեզ ներկայացնի այս միջազգային հարթակում կամ այս հարցում։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Այսինքն եթե երեխան չի ուզում լինել առաջնորդ, լրիվ նորմալ է, դա իր իրավունքն է։ Եթե երեխան ուզում է ներկայացնել իրեն եւ ուզում է ներկայացնել իր նման մարդկանց շահերը, բուլինգի հետ կապված, դրանք բոլոր ցանկացած ոլորտ, որը որ վերցնեք, շատ զգայուն են։ Կլինի կրթության որակի հետ կապված, կլինի կլիմայի փոփոխության հետ կապված, երեխան ինքը պետք է ունենա այդ միտումը եւ ցանկությունը։ Ինչ վերաբերում է քիչ առաջ ասացիք բացասական պրակտիկաներին, բացասականի հետ կապված որոշումների կայացման, եթե այնուամենայնիվ իրավիճակային կրթությունը այնպեսին լինի, խաղարկային, ինչ որ տրեյնինգներ անցնի եւ ցույց
տրվի, որ իր որոշումը բացասական ազդեցություն է ունենում։ Նման դեպքերում ինչպես եք աշխատում նման երեխաների հետ։ Նախ կրթության ազդեցությունը առաջին հերթին պետք է լինի, մենք դրա մասին շատ ենք խոսում, այս բանին էլ կրթության որակի հետ կապված հետազոտություն են անցկացնում, այդ սովորեցնելու հմտության կարևորությունը, այսինքն մենք դպրոցները չպետք է դիտարկենք որպես ակադեմիաներ կամ հաստատություններ, որոնք գիտելիք են տրամադրում, այլ լրիվ հակառակը։ Հաստատություններ, որոնք սովորեցնում են որոշակի հմտություններ, որի միջոցով իրենք յուրաքանչյուր նյութ կարող են յուրացնել։ Ու նույն մասնակցության իրավունքը ինքը առանձին առարկա չէ։ Քաղաքացիական հասարակության իրավունք ասված չկա։ Երեխայի մասնագիտական կողմնորոշման, որ ամենացավալի հարցերից մեկն է։ Մենք ունենք երեխաներ, ովքեր դպրոցը ավարտում են եւ ընտրում են այն մասնագիտությունը, որը ծնողն է ուզել կամ տենդենսին է անպատասխան կամ գումարային առումով է, հատկապես վերջի տարիներին ավելի շահեկան եւ այլն։ Բայց դպրոցի տված գիտելիքով կամ հմտություններով երեխան ինքը պետք է կարողանա իրեն դիրքավորել հասարակության մեջ ու այդ մասնակցության իրավունքը պետք է տրվի դպրոցից, չէ՞ որ մենք ուսուցիչ եւ երեխա ինտերակցիան, շփումը ինքը ուղղված է նրան, որպեսզի երեխաները կարողանան վերլուծել նյութը իրենց միջով անցկացնելով։ Շատ բարի, շատ կարևոր հարց է նաև ինստիտուցիոնալ հնարավորությունները երեխայի մասնակցության։ Եթե կարելի է, ես տեղյակ եմ հարգելի Անահիտ, որ դուք նաև ունեցել եք նման փորձառություն ինստիտուցիոնալ, այսպես աշխատանքային ներգրավվածության, օրինակ ՄԻՊ-ի աշխատակազմին առընթեր հասարակական խորհրդի երեխաների հարցերով հասարակական խորհուրդը կամ գերատեսչություններին առընթեր խորհուրդներ են գործում։ Այս խորհուրդների ձևաչափը աշխատանքային ինչպիսին է, արդյոք ձևական չեն, ֆորմալիստական չեն եւ իսկապես երեխաները կարողանում են իրենց ձայնը հասցնել եւ դրանք ամրագրում են գտնում ռազմավարական կամ օրենսդրական մակարդակով եւ արդյոք այս մակարդակում դեռևս այս փուլում, որովհետև մենք 10-20 տարի կունենանք էլ ավելի զարգացած պատկեր, երեխաները իսկապես իրենց իրավունքները ճանաչում են, իդենտիֆիկացնում են այդ ոտնահարումները եւ կարողանում են նաեւ ի պաշտպանություն կամ ի փոփոխություն վիճակի առաջարկություններ հստականել։ Ես պիտի ասեմ, որ դեռևս 2016 թվականից Արտադրության նախարարության հետ համատեղ ու UNICEF-ի հետ համատեղ մենք սկսեցինք այդ փորձառությունը, այն ժամանակ Արտադրության նախարարինքից խորհուրդ ձևավորելու, հետո իմ փորձառությունը շարունակվեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Մենք այստեղ շատ անելիք ունենք, բայց այդ անելիքի մեջ պիտի հստակ մասնագիտական պահանջները մեզ համար որպես մասնագետներ տնենք եւ այդ մեր արած գործողությունները եթե չգնահատվեն եւ որակը չգնահատվի դժվար կլինի դինամիկա ապահովել։ Ուրախություն մեզ պիտի ասեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմինքից, պաշտպանինքից խորհուրդը մեծ դինամիկա ուներ 23 թվականին, երբ որ սկսեց գրել այլընտրանքային զեկույց երեխաների իրավունքների կոմիտեին եւ կոմիտեն չհապաղեց ասելու, որ ներկայացված բոլոր այլընտրանքային զեկույցների մեջ երեխաների զեկույցը իրեն օգնեց Հայաստանին տալ դիտարկումներ ավելի օբյեկտիվ եւ ինքը կոմիտեն համարեց, որ կոմիտեն համարեց, որ եղած բոլոր զեկույցներում երեխաների տրված տեսակետները, դիրքորոշումները ամենաօբյեկտիվն էին։ Բայց նույն երեխաներին պետք է այդ ազատությունը տրվի եւ մեծահասակների կողմից ազդեցությունը բացառվի։ Իրականում մեզ թվում է թե հեշտ է, բայց մենք ցանկացած շփում իր մեջ ազդեցություն է, փոխազդեցություն է ներառում։ Անկամ հիմա մենք որ իրար հետ խոսում ենք, արդեն այս մեր խոսակցությունը որոշակի ազդեցության ձև է։ Ու երեխաների հետ զրույցում այդ փոխազդեցությունը պիտի ազդեցությունը որպես մեծահասակ, որովհետև մենք միշտ առավելություն ունենք երեխաների նկատմամբ։ Մեր խոսքի միջոցով, մեր կարգավիճակի միջոցով իրենց վրա ազդելու։ Երեխայի մասնակցության իրավունքը բացառում է մեծահասակի ազդեցությունը, ուղղորդումը, մանիպուլյացիան։ Մինիմալիզացնել է անհրաժեշտ, թե բոլորովին բացառել։ Եթե մենք դրական
գիտելիք տալու տեսանկյունից ենք խոսում, դա գիտելիք տալ է, բայց եթե մենք մանիպուլատիվ ազդեցության մասին ենք խոսում, իհարկե պիտի բացառել։ Շատ բարի։ Դրա սահմանն է տարբեր։ Մենք իհարկե ազդեցություն ունենում ենք, մենք իրեն գիտելիք ենք տալիս, հմտություն ենք տալիս, research անելու տարբեր հմտություններ կարող ենք տալ, դա կրթելու ձև է, եւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կից խորհուրդը բավականին լուրջ 22 թվականին վերապատրաստումներ անցավ, տարբեր փուլերով այդ վերապատրաստումները UNICEF-ի հետ համատեղ իրականացվեց, ու մենք տարիներ հետո նաև երեխաների մոտ այդ խնդրին տիրապետելու կարողությունը, խոհեմությունը ու ամբողջականությունը տեսնում ենք։ Հիմա նաև տեսնում ենք շուրջ 4 տարի հետո։ Բայց այ մենք նոր լրիվ համաձայն եմ նոր սերունդ պատրաստելու, նոր սերնդին այդ նույնը փոխանցելու, սերնդափոխություն ապահովելու կարիք ունենք։ Այսինքն արդեն այնտեղ 18 բարձր երեխաներ են, որոնք արդեն այդ փորձառությունը ունեն, բայց շարունակում են մնալ խորհրդի անդամներ եւ ճիշտ կլինի խորհրդին աջակցող արդեն թեմարներ։ Շատ բարի, շնորհակալ եմ շատ եւ աշխատանքի եւ ներկայացրած ձեր մոտեցումների համար, խնդրեմ հարգելի Մարիամ։ Շատ կարճ ուղղակի, երբ որ ինձ այդ հարցը տալիս են ինչքան պետք է լինի, որն է չափաբաժինը, որ մեծահասակը պետք է ներգրավի երեխաների մասնակցության իրավունքում, ես միշտ բերում եմ ֆասիլիտատորի օրինակը, այդ բառը հենց որ ոչ որպես տրեյներ, ոչ որպես մոդերատոր, ոչ այլ կերպ, այլ ֆասիլիտատոր, ով պատասխանատու է ժամանակի, տարածքի եւ մի քանի այլ ռեսուրսների համար։ Այն մոդելը, որ ես ներկայացրեցի, Լունդիի մոդելը, երբ որ մենք լսանի կամ ազդեցության մասն ենք խոսում, պարտադիր պետք է իր մեջ բացառի կամ ունենա հակառակը բոլոր երեխաների պաշտպանության համակարգերը, այսինքն նույն երեխան, որ արտահայտում է կամ ներգրավված է այս կամ այն ոլորտում պետք է զերծ լինի որևէ բացասական ազդեցությունից, հանրային խոսքը հնչեցնելուց հետո պետք է որևիցե ձևով բացասական ազդեցություն կամ երեխայի խնամքի կամ երեխայի իրավունքների պաշտպանության առումով որևէ բացասական ազդեցություն չպետք է լինի երեխայի համար, որը ապահովում է մեծահասակը, չափահասը։ Այսինքն մենք պետք է դիտարկենք մեծին 18-ից բարձր մարդուն որպես safeguard, որպես խնամակալ, ով որ ապահովում է այն տարածքը միջավայրը, որտեղ երեխան կարող է ազատ իր իրավունքը իրացնել։ Առանց որևիցե բովանդակային ներգրավվածության, առանց որևիցե բովանդակային սեղմման կամ զսպման, ինչը որ մենք էլի խոսում ենք առաջնորդ հմտություններ ստացած, մարդու իրավունքների մասին մինիմալ կամ ավելի լավ գիտելիքներ ստացած երեխաների մասին, որովհետև շատ հաճախ մեծերի կողմից դա դառնում է շատ պրիմիտիվ քննարկման առարկա։ Նույնիսկ երբ որ մեկ օրինակ էլ բերեմ ու ամփոփեմ, երբ որ ասում են տարիքային ստորին, տարիքային շեմի մասին խոսեցինք, ինչու պետք է երեխայի կարծիքը շատ վաղ տարիքից հաշվի առնել, անկախ անտեսելով բոլոր մանկավարժական եւ հոգեբանական տեսությունները, ես միշտ բերում եմ նորածին երեխայի օրինակը, երբ որ մենք ասում ենք, երբ որ երեխան լացում է, լացը կտրելու որևէ ձև չկա, մինչև երեխայի ցանկությունը չիրականացնես։ Նույն երեխային, երբ որ մենք դիտարկում ենք բանտարկված մոր հետ, նույն բանտախցում պահելու իրավունքը, մենք հասկանում ենք, որ այդ պահին նորածին երեխայի համար լավագույն շահը դա կերակրումն է, կրծքի կերակրումն է։ Եվ եթե մենք այդ տարական պահից սկսած երեխաների դեռևս կարծիք ասել չէ, կարիքը հաշվի ենք առնում, մեծ տարիքում իրենց կարիքը լսված լինելու պետք է հաշվի առնենք ու մեծը արդեն դա կլինի զարգացած երեխայի 8 տարեկանը, ոչ այնքան մտություններ ստացած երեխայի 15 կամ 14 տարեկանը կամ դեռահասության շեմին կանգնած 17 տարեկան երեխան, միևնույն է, նրանք երեխաներ են, ովքեր 18-ից ցածր են, լսված լինելու, իրենց խոսքը տեղ հասցնելու, իրենց կյանքի վրա դրական փոփոխություն բերելու իրավունք ունեն։ Շատ շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր զրույցի համար։ Մենք հուսամ ժամանակ կունենանք մեր մյուս եթերների ընթացքում անդրադառնալ կրկին այս իրավունքին։ Մենք մեր ժամանակը թույլ չտվեց նաև անդրադառնալ ոտնահարումներին, երեխաների մասնակցության իրավունքի ավելի պրակտիկ դեպքերին, բայց դեռ կունենանք հետագայում այդ հնարավորությունը եւ հույս եմ հայտնում, որ մասնակցության իրավունքը երեխաների իսկապես ավելի այսպես եւ իրացման առումով եւ պաշտպանության
առումով ավելի շատ իրացման, այսպես ընդլայնման պրակտիկա ունենանք, քան պաշտպանության եւ դրա կարիքը իսկապես չլինի։ Շնորհակալություն եմ հայտնում երկուսիդ ձեր կատարվող ամենօրյա ռեժիմով կատարվող աշխատանքի համար, որովհետեւ հենց երեխաների իրավունքների պաշտպանությանն է ուղղված, նրանց կրթության եւ սա մի մեծ գործընթաց է, որ պահանջում է յուրաքանչյուրի ջանքերը, ընտանիքից սկսած դպրոցում եւ տարբեր հաստատություններում, որտեղ յուրաքանչյուրս մեր մասնակցության, մեր գիտելիքների չափով երեխաների նպաստում ենք կամ խոչընդոտում ենք երեխաների մասնակցության իրավունքին եւ լավ կլինի մեզ նաեւ լսողները իսկապես ոչ թե նայեն որպես ծնողը ամեն ինչ կարելի է, այլ ավելի գիտակցված մոտենան եւ չխոչընդոտեն եւ նպաստեն, ինչպես դուք ասացիք, այդ մասնակցության այսպես ռացիոնալ մոտեցմամբ եւ հիշեցնեմ ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք երեխաների մասնակցության իրավունքի մասին, քննարկելով անդրադառնալով տարբեր հարցերի, իհարկե մենք հնարավորություն կունենանք նաեւ այլ հաղորդումների ընթացքում ծածկել այն հարցերը, որոնք դուրս մնացին այսօրվա մեր քննարկումից եւ մեր տաղավարում էին գտնվում Մարդու իրավունքների գլոբալ կամպուս Կովկասի երեխաների ծրագրերի համակարգող Մարիամ Մուրադյանը եւ անկախ փորձագետ SOS մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամքի ազգային խորհրդատու Անահիտ Խաչատրյանը շատ շնորհակալություն եմ հայտնում եւ հիշեցնեմ ձեզ հետ էր հաղորդման հեղինակ եւ վարող Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։